ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության թանակը չչորացած Ադրբեջանը նորից փորձում է հետքայլ կատարել, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանելով ադրբեջանցի մի շարք պաշտոնյաների պնդումներն այն մասին, թե Բաքուն Վիեննայում պարտավորություններ չի ստանձնել, Հայաստանի դիվանագիտական գերատեսչության նախարարն ընդգծեց Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ սևով սպիտակի վրա արձանագրված են այն հանձնառությունները եւ պայմանավորվածությունները, որոնք ստանձնել են կողմերը։ Հատկանշական է, որ այդ հայտարարությունների հեղինակներն են, ես կասեի իրենց մտքի գոհարներով աչքի ընկնող ադրբեջանական հայտնի պաշտոնյաները, ինչպես նաև հենց Ադրբեջանի արտգործնախարարի բնորոշմամբ առանց մայրաքաղաքներից ստացված հանձնարարականների ինքնագործունեությամբ զբաղվող Ադրբեջանի դեսպանները։ Նախարարի խոսքով Բաքվի տրամաբանությամբ գագաթնաժողովի բոլոր ներկաներն, այդ թվում Միացյալ Նահանգների պետքարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի պետքարտուղարը սխալ են հասկացել ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը։ Դա եւս մեկ անգամ վերահաստատում է, որ միջազգային հանրությունը եւ Բաքուն խոսում են տարբեր լեզուներով։ Բաքվի փորձերը որոշ պաշտոնյաների միջոցով հրամցնել իր շինցու վարկածները ապարդյուն են։ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է հնարավորինը կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, համապատասխան պայմաններ ստեղծելու, շարունակելու համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Ազատության հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի այսօր Ստամբուլում հնչեցրած հերթական մեղադրանքներին, թե հակամարտության գոտում հայկական ուժերը քիմիական զենք են օգտագործում, դա բացահայտ կեղծիք է, շեշտեց Նալբանդյանը, հավելելով. Ղարաբաղի արտգործնախարարությունը համապատասխան հայտարարությամբ հերքել է դա եւ պատրաստակամություն հայտնել դիտորդական առաքելություն ընդունելու, Բաքվի ստերը բացահայտելու, բայց նաև տեղում ծանոթանալու ադրբեջանական զինուշի կողմից կատարված հանցագործությունների մասին։ Բաքվի կողմից այս կարգի բեմականացումները նպատակ են հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը շեղել։ Արցախի եւ Հայաստանի կողմից միջազգային տարբեր ատյաններ ներկայացված Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի համոզմամբ, եթե Բաքուն իրոք մտահոգված է իրականության բացահայտմամբ, ապա պետք է չխոչընդոտի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից առաջարկվող եւ Վիեննայում հավանության արժանացած զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, օր առաջ գործնական քայլեր կատարի դրա ներդրման ուղղությամբ։ Էդվարդ Նալբանդյանը հիշեցնենք, այսօր Բրյուսելում մասնակցում է Եվրամիության եւ Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի մասնակցում են նաև Ադրբեջանի, Բելարուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի արտգործնախարարները։ Հայաստանը ակտիվորեն շարունակում է համագործակցությունը Եվրամիության հետ, խոսելով Բրյուսելում արձանագրված արդյունքների մասին, Նալբանդյանը նշեց նաև, թե խորանում է գործակցությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ այլ ոլորտներում։ Արդեն կայացել են հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների 3 փուլ։ Մենք միացանք Հորիզոն 2020 եւ Կոսմե ծրագրերին։ Շարունակվում է շարժունակության բնագավառում համագործակցությունը։ Քննարկում ենք մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցը։ Այս բոլոր հարցերը այսօր քննարկման առարկա էին Բրյուսելում։